Մեր տաղավար հյուր է եկել մարդու իրավունքների պաշտպան Տիկին Անահիտ Մանասյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ունենք ձեզ մի քանի հարցեր։ Ես մեծ ուրախությամբ կպատասխանեմ ձեր հարցերին։ Ինչու են մարդու իրավունքների ծառ առանձին կոնվենցիայով ամրագրված երեխաների իրավունքները։ Երեխաներն ու մյուս մարդիկ տարբերվում են, տարբեր իրավունքներ ունեն։ Սա շատ կարևոր հարց է եւ ուրախ եմ, որ հենց հունիս 1-յան մեր այս հաղորդման համար առանձնացրել եք այս հարցը։ Ըստ էության երեխաները բնականաբար ունեն մարդու այն բոլոր իրավունքները, որոնք բնորոշ են ցանկացած այլ անձի։ Պարզապես միշտ էլ առանձին խմբեր կան, որոնց իրավունքների պաշտպանությունը շատ առանձնահատուկ եղանակներ է ենթադրում։ Օրինակ, երեխաները, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, ազգային փոքրամասնություն եւ այլն, եւ դա է պատճառը, որ սովորաբար այս խմբերի իրավունքների պաշտպանությունը առանձնահատուկ եղանակով իրականացնելու համար առանձին կարգավորումներ են նախատեսվում։ Օրինակ, շատ տարբերություններ կան, հա, երեխաների անձնական տվյալների պաշտպանության, նրանց խնամքի եւ դաստիարակության կազմակերպման առումով եւ բնականաբար շատ այլ խմբերի այս հարցերը վերաբերելի կարող են չլինել նույն առանձնահատկություններով, դրա համար էլ առանձին կարգավորման են ենթարկվում նաև երեխաների իրավունքները։ Մինչև որ տարիքն են համարվում երեխա։ Ընդհանրապես պաշտպանությունը երեխաների իրավունքների տեսանկյունից նախատեսված է մինչև 18 տարեկանը լրացած անձանց համար, այսինքն մինչև 18 տարին լրացած անձինք համարվում են երեխա եւ օգտվում են երեխաների իրավունքների պաշտպանության բոլոր առանձնահատուկ կառուցակարգերից։ Իսկ եթե 16-ից դարձին դառնում են դեռահաս, հետո Ըստ էության մինչև 18 տարին լրանալը նախատեսված են այն բոլոր առանձնահատուկ կարգավորումները, որոնք երեխաների համար են նախատեսված, բայց բնականաբար կան առանձին կարգավորումներ, որոնք նաև օրինակ մինչև 16 տարին լրանալը կամ 14-ից 16 տարեկանների համար այդպես առանձնահատուկ, օրինակ հասարակական կազմակերպություններին մասնակցելու, նրանց գործունեությանը եւ այլն, բայց դրանք առանձնահատուկ կարգավորումներ են։ Ամեն դեպքում մինչև 18 տարին լրանալը անձանց վրա տարածվում են երեխաների իրավունքների համար նախատեսված այդ առանձնահատուկ պաշտպանության կառուցակարգերը։ Ինչ հիմնարար իրավունքներ ունեն երեխաները։ Ինչպես նշեցի, ընդհանրապես երեխաները ունեն այն բոլոր իրավունքները, որոնք բնորոշ են մարդկանց եւ մարդու բոլոր հիմնարար իրավունքները նաև տարածվում են երեխաների հետ կապված հարաբերությունների վրա, օրինակ կյանքի իրավունքը, մտքի դավանանքի, խղճի ազատության իրավունքը եւ մնացյալ բոլոր այլ իրավունքներն են։ Պարզապես մի շարք դեպքերում այդ իրավունքները առանձնահատուկ եղանակներով են պաշտպանության ենթակա լինում։ Դեպքեր եղել են, որ ինչ-որ մեկը խախտի երեխայի իրավունքները։ Ցավալի բան պիտի ասեմ, որ բավականին մեծ է ընդհանրապես երեխաների իրավունքների խախտման հետ կապված պրակտիկան ու դեպքերը բազմաթիվ են, ճիշտ է մենք այս պահին հունիս 1-յան հաղորդում ենք իրականացնում, բայց ես վստահ եմ, որ ձեզ հետաքրքրում են նաև բացի դրական ասպեկտներից, այդ թվում բացասական ասպեկտները, որովհետեւ մենք բոլորս միասին կարողանանք պայքարել այդ բացասական երևույթների դեմ, եւ այդ բացասական երևույթների տեսանկյունից օրինակ կուզենամ հատուկ հիշատակել երեխաների նկատմամբ բռնության դեպքերը, որոնք ցավոք բավականին հաճախ են հանդիպում ու երբեմն մեզ թվում է, որ եթե մեր միջավայրում այդպիսի դեպքեր չկան, նշանակում է ընդհանրապես այդպիսի դեպքեր չեն հանդիպում, բայց ցավալի է բազմաթիվ են հանդիպում, բուլինգի դեպքերը բավականին շատ են, երեխաների անձնական տվյալներ են շատ դեպքերում տարածում առանց հաշվի առնելու երեխայի լավագույն շահը, օրինակ երեխաների լուսանկարներ, իրենց մասնակցությամբ տեսանյութեր եւ այլն, այսինքն բավականին հաճախ են այսպիսի դեպքերը, այսպիսի բացասական դեպքերը պատահում։ Որոնք են երեխաների իրավունքների խախտման ամենատարածված օրինակները։ Դե ես մի քանիսի մասին իհարկե արդեն խոսեցի, սրանք իրապես տարածված են, բայց կարող եմ մի քիչ մանրամասնել, որպեսզի նաև երեխաներին հետաքրքիր լինի եւ նրանք էլ պատկերացնեն, թե դուք թե մյուս երեխաները պատկերացնեք, ինչ իրավունքների խախտման հնարավոր տարբերակներ կան եւ դուք էլ փորձեք մեզ հետ հավասար մասնակցել այդ ամենը կանխարգելելու գործընթացներում։ Նախ նշեմ, որ իրոք բռնության դեպքերը շատ տարածված են եւ խոսքը այստեղ միայն
ֆիզիկական բռնության մասին չէ, հա, որ այդպես օրինակ ծեծ կամ դրա համանման որևէ երևույթ։ Օրինակ տարածված է նաև հոգեբանական բռնությունը, հոգեբանական ճնշման դեպքերը երեխաների նկատմամբ, ընդ որում սա կարող է տեղի ունենալ թե ընտանիքի ներսում, թե կարող է տեղի ունենալ օրինակ դպրոցում, այնպիսի հաստատություններում, որտեղ երեխաներն են հաճախում կամ երեխաների միջև շփումների ընթացքում, ու շատ կարևոր է, որպեսզի մենք բոլորս իմանանք, որ սա բացասական երևույթ է, այսինքն մենք բոլորս, թե մեծահասակները, թե դուք երեխաներդ իմանաք, որ սա շատ բացասական երևույթ է եւ սրա դեմ հաստատ պետք է պայքարել եւ ամեն ինչ անել, որ սա կանխարգելվի։ Ես նշեցի, որ շատ դեպքերում օրինակ երեխաների այնպիսի լուսանկարներ են տարածում կամ այնպիսի տեսանյութեր, որը երեխայի լավագույն շահի տեսանկյունից խնդրահարույց է։ Օրինակ հետագայում կարող է երեխան մեծանալ նույնիսկ դժգոհել նրանից, որ իր այդ լուսանկարը կամ տեսանյութը տարածվել է։ Դրա համար ես հիմա այս հաղորդման շրջանակներում կոչ եմ անում թե բոլոր ծնողներին, ովքեր նման տեսանյութեր են տարածում կամ նկարներ, շատ երկար մտածել այն ուղղությամբ, թե արդյոք արժե եւ արդյոք երեխայի լավագույն շահին համապատասխանում է նման հրապարակում իրականացնելը, բայց բացի դրանից հանդիպում են օրինակ շատ բուլինգի դեպքեր ուսումնական հաստատություններում։ Վստահ եմ դուք էլ միգուցե տեսած լինեք նման դեպքեր կամ ականատես եղած լինեք նման դեպքերի, սա բավականին տարածված երևույթ է, թե հենց երեխաների շրջանում, թե շատ դեպքերում մեծահասակներն են մաս դառնում նաև այդ բուլինգի գործընթացների եւ այս ամենի դեմ իրապես պետք է շատ լուրջ պայքար իրականացնել եւ նորից նշեմ, այստեղ շատ կարևոր է, որպեսզի դուք երեխաներդ եւս ներգրավված լինեք այդ գործընթացներում։ Իսկ եղել են դեպքեր, երբ երեխաների իրավունքները խախտել են։ Դե օրինակ երբ նշեցի բուլինգի դեպքերի մասին, ակնհայտ է, որ բազմաթիվ իրավիճակներում հենց երեխաներն են դառնում բուլինգ իրականացնող եւ սա բնականաբար երեխայի իրավունքների խախտում է կամ երեխաների միջև ցանկացած օրինակ բռնության դրսևորում, այսինքն այնպես է, որ միանշանակ երեխաները եւս կարող են այլ երեխաների իրավունքների խախտող դառնալ, բայց դարձյալ այստեղ շատ կարևոր է, որ մենք ունենանք ոչ թե այդ մեղադրական ձևաչափը, հա, որ այս ինչպիսի վատ բան դու արեցիր, այլ մենք կարողանանք ապրումակցել, կարեկցել բոլորին եւ իրազեկել, որ սա շատ վատ երևույթ է եւ պետք է այս ամենից զերծ մնալ։ Իսկ կան օրինակներ, երբ երեխաներն են խախտել մեծահասակների իրավունքները։ Դե կարող են լինել տարբեր ձևաչափերով ըստ էության։ Նախ նշեմ, որ իհարկե աշխարհում շատ չեն այդպիսի դեպքերը, բայց աշխարհում տարբեր պետություններում կան դեպքեր, երբ օրինակ հենց հանցանք կատարողը, այդ թվում կամ բռնության գործադրման կամ նույնիսկ հրազենի գործադրման միջոցով եղել է հենց անչափահաս, եղել է երեխա, եւ բնականաբար սա եւս շատ բացասական երևույթ է, ու այլ իրավիճակներ են հնարավոր, երբ օրինակ երեխան հատկապես հիմա էլ այս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում, երբ այսքան շատ սոցիալական հարթակներ կան, երեխաներն են շատ դեպքերում գրանցված, երբեմն օրինակ նույն երբ ատելության խոսքի մասին ենք ասում, վիրավորանքներ տարածելու եւ այլն, ես ինքս ականատես եմ եղել դեպքերի, այդ թվում նման տեսանյութեր տարածելու միջոցով, երբ հենց երեխաներն են օրինակ վիրավորանք տարածում կամ ատելության խոսք տարածում, այդ թվում մեծահասակների հանդեպ, այստեղ իհարկե շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դա նշանակում է, որ երեխաների խնամքը եւ դաստիարակությունը ընտանիքում, նաեւ ուսումնական հաստատություններում նրանց այդ կրթության գործընթացը ամեն դեպքում այնքան էլ պատշաճ չի կազմակերպվում եւ շատ կարեւոր է այս հանգամանքներին եւս ուշադրություն դարձնել եւ այնպես կազմակերպել երեխաների խնամքը, դաստիարակությունը եւ կրթությունը, որպեսզի նրանք իմանան, որ դրանք բացասական երևույթներ են եւ դրանք արգելված երևույթներ են, ու այս առումով նաեւ մեր բոլորիս վարքագիծն էլ շատ կարեւոր է, որպեսզի թե մենք մեծահասակներս, հատկապես նրանք, ովքեր հանրային դաշտում են շատ երևում, թե նաեւ դուք անընդհատ իրազեկեք բոլորին, որ այս սա բացասական երևույթ է եւ պետք է սրանից զերծ մնալ։
Ինչ տարբերակներով եւ ինչ միջոցներով են պաշտպանվում երեխաների իրավունքները։ Այս շատ կարևոր հարց տվեցիք, դրա համար հիմա ես կփորձեմ մի քիչ ավելի մանրամասն եւ բոլորի համար հասանելի լեզվով բացատրել, թե ինչ զարգացում է ապրել ընդհանրապես երեխայի իրավունքների պաշտպանության համակարգը, քանի որ կար ժամանակ, երբ մեծահասակները կարծում էին, որ երեխան ընդհանրապես ինքնուրույն չի կարող իր իրավունքները պաշտպանել եւ միայն ծնողն է, որ կամ այն մարդը, ով խնամակալությամբ է զբաղվում երեխայի, ով կարող է որևէ կերպ զբաղվել երեխայի իրավունքների պաշտպանությամբ։ Բայց հետագայում, երբ այս համակարգերը զարգացան եւ պարզ դարձավ, որ շատ են դեպքերը, երբ երեխաների իրավունքների խախտումներ հենց օրինակ ծնողներն են թույլ տալիս կամ այն մարդիկ, ովքեր նրանց խնամքով են զբաղվում, շատ լուրջ կառուցակարգեր ձևավորվեցին, որպեսզի երեխան ինքը նաև կարողանա իր իրավունքների պաշտպանությամբ զբաղվել, այսինքն ինքը նաև անձնապես կարողանա դիմել տարբեր պետական հաստատություններին իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար։ Հիմա, եթե ընդհանուր դիտարկենք, ապա պիտի ասենք, որ թե երեխաների ծնողները, նրանց խնամակալներն են շատ դեպքերում դիմում երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով, բայց թե նաև հենց իրենք երեխաներն են, օրինակ, ինձ հետ կապ հաստատում եւ իմ հաստատության իրենց իրավունքների պաշտպանության համար, որովհետեւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը նաև երեխաների իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում եւ քանի որ ինքս շատ կարեւորում եմ նաև երեխաների հետ շփումները եւ անընդհատ եմ այցեր իրականացնում տարբեր հաստատություններ եւ շփվում երեխաների հետ, շատ ուրախ եմ նաև, որ այսօր դուք եք վարում հենց այս հաղորդումը։ Մի շարք դեպքերում երեխաները ինձ հետ առանձին խորհրդապահական հանդիպում են խնդրել եւ ներկայացրել են իրենց իրավունքների տարբեր խնդիրներ, որոնց պաշտպանությամբ մենք զբաղվել ենք, այսինքն պետք է եւ սա շատ կարեւոր է նկատի ունենալ, որ բացի ծնողներից երեխաներն իրենք էլ կարող են դիմել իրենց իրավունքների պաշտպանության նպատակով։ Ծնողը ո՞նց է խախտում։ Օրինակ, տեսեք, ես ամենասկզբում նշեցի, որ շատ դեպքերում, երբ մենք չենք բախվում իրավունքի խախտման հետ կապված ինչ-որ գործընթացի մեր միջավայրում, մեզ թվում է, որ այդպիսի իրավիճակներ չկան, բայց օրինակ բազմաթիվ դեպքեր կան, երբ ծնողները երեխաների նկատմամբ բռնություն են գործադրում, կամ երեխաներին ներգրավում են տարբեր գործընթացներում, որոնք չեն բխում երեխայի շահից, երեխաների տրաֆիկինգի դեպքեր կան, մուրացկանության մեջ են երբեմն ներգրավում երեխաներին կամ այնպես չեն իրականացնում երեխայի խնամքը եւ դաստիարակությունը, որ երեխան պարտադիր կրթությունից է դուրս մնում եւ մի շարք այլ հնարավոր իրավիճակներ եւ օրինակ այսպիսի իրավիճակներում երեխան միանշանակ կարող է հայցել պաշտպանություն եւ ոչ միայն ծնողի կողմից իրավունքների խախտման, այլ նաեւ օրինակ ուսումնական հաստատությունում մենք դեպք ենք ունեցել, երբ երեխան դիմել է ուսումնական հաստատությունում իր իրավունքների խախտման հետ կապված խնդրով ու մի շարք այլ իրավիճակներ, հետեւաբար կուզանամ, որ բոլորը նկատի ունենան, որ բացի ծնողներից երեխայի իրավունքների պաշտպանության համար կարող է դիմել նաև հենց ինքը երեխան, օրինակ մենք թեժ գիծել ունենք, որի հեռախոսահամարն է 116, բայց կուզանամ մեկ այլ հանգամանքի վերաբերյալ եւս խոսել։ Իրականում երեխաների կարևորագույն իրավունքներից մեկը նաև իրենց վերաբերելի հարցերի որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքն է եւ շատ կարեւոր է, որպեսզի երեխաները եւս կարողանան ներգրավված լինել այդ որոշումների կայացման գործընթացում։ Օրինակ, մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործում է երեխաների իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ, որտեղ ներգրավված են ոչ թե փորձագետներ, այլ հենց երեխաներ, եւ մեր կազմակերպած միջոցառումներին եւ մեծ ուրախությամբ նաեւ պարբերաբար ներգրավում են բացի խորհրդի անդամ երեխաներից, նաեւ այլ երեխաների, ու նշեմ նաեւ, որ մենք երեխաներին ներգրավում ենք նաեւ մեր միջազգային այցերի շրջանակներում, այսինքն իրենք մեզ հետ մեկնում են, օրինակ Ժնև էինք մեկնել երեխայի իրավունքների կոմիտեի նիստին ՄԱԿ-ի եւ մի շարք այլ կառուցակարգեր, բայց Հայաստանում նաեւ այլ կառուցակարգեր էլ կան, այլ պետական մարմիններ, որոնք զբաղվում են երեխաների իրավունքների հետ կապված հարցերով։ Եվ վերջում, ինչ կմաղթեք մեզ եւ աշխարհի բոլոր երեխաներին։ Ձեզ եւ աշխարհի բոլոր երեխաներին առաջին հերթին կմաղթեմ ներդաշնակություն եւ մշտապես արևային միջավայր ու բնականաբար մեզ բոլորիս էլ խաղաղություն։ Շնորհակալություն այս հիանալի հարցազրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ այս հրաշք եւ շատ հետաքրքիր հարցազրույցի եւ ձեր վարելու ձևաչափի համար։ Շնորհակալ եմ։
Դե հիմա եկեք լսենք երաժշտություն։